Դուք իրավական ինչու այդ դեպքում բարձր հեղինակություն վայելող գործողությունները սրբապղծություններ մայրաքաղաքից կապված։ Ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Դուք իրավական ներողություն թույլ տվեք ես ավարտեմ իմ հարցի պատասխանը չեմ ստացել։ Համեցիկ։ Պարոն Բաքյան, անդրադառնալով իմ հարցին, պարոն Բաքյան, թե ինչու։ Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են եւ քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփ ու շվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն ժողովրդին եւ պետությանը։ Մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից։ Ընդամենը մեկ հրահանգով դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը։ Դուք քանի հարց եք տալի Աննա ջան։ Օրինակներն եմ բերում, այս տիրույթում։ Դուք հիմա ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպեք։ Ձևակերպում եմ։ Ձևակերպեք։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով էլ դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայեք հետո կարտահայտեք, բայց հարց եք տվել, Անջան հարց եք տվել, Հարց եք տվել։ Դե պատասխանեք հարցին։ Անջան, ես եմ որոշում պատասխանել թե չէ, սա մեկ։ Անիջան, կլինի, որ դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը։ Կլինի, որ դուք լսեք։ Կլինի, որ լսեք, խնդրում եմ, կլինի, որ լսեք։ Կլսեք պատասխանը։ Դե խնդրում եմ լսեք, հարց եք տվել, բարի եղեք լսեք։ Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում, որ մեկ գրառմումով դա տեղի ունեցել։ Ես կարծում եմ դրա մասին պարզաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում էր, դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված էր, որպիսի հեծին Հեծը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները, որոնք տեղի են ունենում, մի ամսվա մեջ ժամանակ էր տրված, որ դրանք կարգավորվեն, բայց դրանք չեն կարգավորվել։ Երբ որ այդ մի ամիսը ավարտվել է, այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաեւ հեծի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում, ըստ էության այն խնդիրները, որոնք չեն լուծվել հեծում եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարությունները արվում, որպիսի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման ծրագիրը։ Սա այն պատասխանը, որ Պարոն Բաքոյան, տեսեք, դուք ասացիք, որ մեկ ամիս ժամանակ է տրվել, որ ըստ էության այն արկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացվել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին Կառավարության 5-ամյա ծրագրում Արցախը ներառված է։ Ես խնդրում եմ, 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել, որ 2025 թվականին դեռ ավարտված չէ,
կառավարության հնգամյա ծրագիրը կարծում եմ դեռ շուտ է։ Բայց Արցախը չկա։